Շաբաթ օրերը, որ ծառայել ենք, դրա դիմաց չենք վարձատրվել։ 28 տարի բանակում ծառայած փոխգնդապետը դատի է տվել Պաշտպանության նախարարությանը։ Նորայր Հարությունյանը ռազմական գերատեսչությունից պահանջում է շուրջ 7 միլիոն դրամ ծառայության ընթացքում շաբաթ օրերին աշխատելու դիմաց։ Պնդում է, չի վճարվել։ Բայց երեք փաստաբանս հաշվեց, որ էլի կա, որ արձակուրդի չվճարված արձակուրդի օրեր էլ կա։ Այսինքն քանակը հաշվվել է, բայց թերի։ Արդեն 3 տարի ծառայությունը թողած զինվորականն ասում է, արձակուրդների թերի վարձատրությունն էլ փաստաբանն է պարզել։ Ծրագիր եմ ունեցել, ծրագրով դասացուցակ եմ գրել, դասացուցակի համաձայն դաս եմ արել։ Ես որ շաբաթ օրը չգնեմ, բայց շաբաթ օրվա դասերով աներ։ 48-ամյա փոխգնդապետը պատմեց, ինքն անձամբ չի էլ կասկածել, որ թերի է վարձատրվում։ Զորացրվելուց հետո վերջնահաշվարկ են արել եւ միայն հետո է տեղեկացել խնդրի մասին, ընդ որում նա միայնակ չէ։ Դատարաններն այժմ քննում են շուրջ 100 զորացրված զինվորականների նմանատիպ հայցերը։ Մենք ենք ընտրել այդ մասնակցությունը, մենք ենք գնացել ծառայել, հա, բան չունեմ ասելու, բայց ճիշտ է, պետք է վարձատրվեինք ավել, պայմանական, պետք է վարձատրվեինք ավել, չենք վարձատրվել։ Չէ, որոշակի մարդիկ, որոնց այդ իրաց գործառույթներ, իրանք էլ դրա համար էին աշխատավարձ ստանում, պետք է հաշվարկեին ու ներկայացնեին։ Հարությունյանի կարծիքով սխալ հաշվարկները միտումնավոր չեն արվել, եւ խնդիրը պարզապես միջին օղակների թերացումն է։ Տասնյակ նախկին զինվորականների շահերը ներկայացնող փաստաբան Լևոն Օհանյանի խոսքով խնդիրը դեռ 2000-ականներից է գալիս։ Այդտեղ նաև գուցե փոխհարաբերություններն են եղել, որ թույլ չեն տվել այդ հարցը բարձրաձայնել ծառայության ժամանակ։ Նրբություններ են, որոնք որ ելնում են մեր հայկական իրականությունից։ Խնդիրները մի քանի տարվա պատմություն ունեն եւ վեր են հանվել արդեն վերջնահաշվարկ ստացած զինվորականների գործերն ուսումնասիրելուց հետո։ Նրանք էլ ծառայելով չեն էլ իմացել, որ ենթակա են ավելի շատ վարձատրման։ Այդ հետո եւ ընթացքում արդեն մի քանի տարի անց դա պարզվել է, դա հայտվել է, այսպես ասած, որ ենթակա են վճարման։ Ինչու են գործերը հասել դատարան, ինչու է Պաշտպանության նախարարությունը տարիներով սխալ հաշվարկներով թոշակի ուղարկել հայրենիքին ծառայած մարդկանց։ Ազատությունը գրավոր հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն, պատասխան դեռ չունենք։ Փաստաբան Լևոն Օհանյանի խոսքով խնդիրը կարգավորելու համար Պաշտպանության նախարարը 2023 թվականին հրաման է ստորագրել նախկին զինվորականների պարտքը վերադարձնելու մեխանիզմ մշակելու համար։ Հրամանը կա, բայց կյանքի չի կոչվում, ընդգծում է փաստաբանը։ Հենց Պաշտպանության նախարարի կողմից սահմանված եւ ընդունված հրամանով, բայց որը եւս չի կատարվում։ Եվ ասեմ ձեզ ավելին, դատարանը ինքը հենց առաջին իսկ սկզբի գործի ժամանակ դատարաններում միշտ այդ զարմանքը արտահայտվում էր, որ եթե կա հրաման, ինչու է ապա եկել դատարան։ Փաստաբանի պնդմամբ ռազմական գերատեսչությունը, որն ընդունել է տարիների իր սխալը, պարտքերը չվերադարձնելը պայմանավորում է ֆինանսական խնդիրներով, թե որքան գումար է պետությունը պարտք նախկին զինվորականներին ընդհանուր առմամբ դատալեքս տեղեկատվական համակարգում հնարավոր չէ պարզել։ Չնայած գործերը կան, բայց մանրամասն տվյալներ դեռ հրապարակված չեն։ Փաստաբան Լևոն Օհանյանի գրասենյակում արդեն մի քանի հաղթանակ ունեն։ Դատարանները հօգուտ նախկին զինվորականների վճիռներ են կայացրել։